Սիրելի աղջիկներ, մեր կյանքը լոտո չի։ Մենք չենք կարա տենց ինչ-որ բախտի խաղեր խաղանք։ Երբ որ մենք ընտրում ենք կողակից, առհասարակ մինչև հարցը դրան է հասնում։ Անկախ նրանից, ով ինչ կասի, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, կրթվեք, սովորեք, աշխատեք եւ որպես մարդ ձևավորվեք, մինչև կյանքի կողակից ընտրելը։ Այնքան անհեթեթ ինֆորմացիա կա ինտերնետում, որ դու պետքա լինես քո թույլ կանացի վերսիայի մեջ, պետքա թույլ տաս տղամարդը առաջնորդի, Rебята, that's bullshit։ Ես այսօր ունեմ շատ առողջ, լավ, իմ համար շատ երանելի հարաբերություններ, բայց մենակ նրա համար, որովհետև ես որպես մարդ շատ վաղուց կայացած եմ իմ ոտքերի վրա։ Ես կայուն եմ թե ֆինանսապես, թե էմոցիոնալ, թե մտավոր բոլոր առումներով։ Ու եթե իմ կողակիցը արթնանա մի օր ու որոշի ինձ լավ չվերաբերվի, իմ կյանքը վերածի դժոխքի, ու իմ կյանքը ուղղակի ավելի լավը չդարձնի, այդ մարդը իմ կյանքում ուղղակի չի լինի։ Մեզ որպես աղջիկ Հայաստանում շատ խակ են մեծացնում են, որ դու մի խոսա, դու պետքա խոնարհ լինես, դու պետքա տղամարդուն տեղ տաս։ Ինձ անընդհատ ասել են, դու շոտ ինքնավստահ ես, սենց մեծ ես խոսում, քեզնից տղամարդիկ կվախենան։ Գիտեք, որ տղամարդն է վախենում, կայացած ինքնավստահ իրա կարծիքը ասող կանանցից։ Այն տղամարդը, ով ուզում է այդ կնոջը կառավարի, մանիպուլացնի, խափի, որովհետև իրա էգոյի համար շատ մեծ վտանգ է, որովհետև այն կուտը, որ ինքը պետքա քեզ տարի եւ քեզ էփեր, քո վրա չի աշխատում, որովհետև դու կայացած մարդ ես, թացը չորից հասկանում ես։ Եվ այո, եթե ինչ որ մեկը պլանավորում է իմ հետ հարաբերությունները կառուցել իմ հիմարության եւ իմ հեշտ մանիպուլացնելու վրա, այդ մարդու մոտ հա չի ստացվելու հարաբերությունները իմ հետ կառուցել։ Խնդրում եմ, մի կերեք այդ համացանցային կտերը, որ պետքա լինել նուրբ, համեստ, հանդուրժող, խոնարհ եւ բախտը ձեզ կժպտա։ Դա էլի եմ ասում լոտո խաղալը։ Ես տեսել եմ ինչա լինում այն կանանց հետ, ովքեր իրանց չեն տվել հնարավորություն լինելու ամուր, ուժեղ եւ խելացի։ Այսքանը